Սա իրավունքը բաց տեքստով ոդքասթն է, որտեղ իրավունքի մասին խոսում ենք իրական կյանքի լեզվով։ Բարև ձեզ, ես փաստաբան Անի Ավետիսյանն եմ։ Առօրյա կյանքում մենք հաճախ ենք լսում այդ իրավական տերմինը երեխայի լավագույն շահը, բայց արդյոք մենք իրականում հասկանում ենք, թե ինչն է երեխայի հենց լավագույն շահը, ոչ միայն թղթի, իրավական փաստաթղթերի եւ իրավական տիրույթում, այլ հենց հոգեբանական եւ զգացմունքային տիրույթում։ Այդ հարցի պարզաբանման եւ քննարկման համար իմ այսօրվա հյուրն է Մադաթյան հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյանը։ Տաթև, ողջույն։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տաթև, կպատմես մի քիչ քո աշխատանքային գործունեության, քո մասնագիտացման մասին։ Իհարկե, սիրով, Տաթևն եմ Նահապետյան, կլինիկական հոգեբան եմ, արդեն 12 տարվա պրակտիկ փորձով։ Կլինիկական խնդիրներով եմ զբաղվում, հիմնականում ընտանեկան որոշակի խնդիրներով, հոգեսոմատիկ խնդիրներով եմ զբաղվում եւ իհարկե վերջնական շրջանում, վերջին փուլերում համագործակցում եմ փաստաբանների հետ եւ փորձում ենք միասին պահել լավագույն շահը երեխաների եւ իհարկե դա ել ավելի օգտակար է լինում, որ կարողանանք ներսից ծանոթ լինել ընտանեկան խնդիրներին եւ երբ որ գալիս են ֆիզիկական որոշակի խնդիրներով, հոգեսոմատիկ որոշակի խնդիրներով, հասկանում ենք թե բուն կետը որն է, որտեղից որ իրականում սկսվել է եւ հիմնական երևի թե աշխատանքային ընթացքը տարիներ առաջ զբաղվում էի բացառապես երեխաների խնդիրներով, հիմա մեծահասակների խնդիրներով, որոնց ներսում ֆիզիկապես տեսնում ես, թե ինչպիսին է եղել ինքը երեխա ժամանակ, որոնք են եղել հիմնականում խնդիրները։ Երևի թե այսքանը ընդհանուր գործունեության մասին։ Շատ լավ, Տաթև, այստեղ այդ փաստաբանների հետ համագործակցությունից ինձ մոտ մի այսպիսի միտք առաջացավ, կուզենայի այս մասով էլ շեշտադրում անել։ Իհարկե, աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս աշխատել ենք միասին եւ ես կարծում եմ շատ կարեւոր արձանագրում արեցիր այստեղ, որ պետք է փաստաբանները եւ հոգեբանները աշխատեն իրար հետ անպայման, որովհետեւ շատ դեպքերում մենք չենք էլ կարող օբյեկտիվորեն, չլինելով մասնագետ։ Իհարկե, շատ փաստաբաններ հմտանում են այս գործում եւ ուսումնասիրում են նաեւ հոգեբանություն, ուսումնասիրում են, կարդում են հոգեբանական գրքեր, բայց միևնույնն է, դու եթե այդ բազային հոգեբանական կրթությունը չես ստացել, այնտեղ ոչ բոլոր իրավիճակներում է, որ կարող ես իրականությունը հասկանալ, ու այս դեպքում ես շատ կարևորում եմ փաստաբան եւ հոգեբան համագործակցությունը, անձամբ քո մասով էլ եւ ձեր կենտրոնի մասով էլ կարող եմ ասել, որ իդեալական այսպես համագործակցություն ստացվում է։ Եվ այսպես անցնելով, այս մասը արձանագրեցինք եւ անցնենք մեր արդեն կարևորագույն հարցերին։ Իհարկե շատ ծանր թեմա ենք այսօր քննարկում, երկուսս էլ նենց չի, որ այսպես զբաղվում ենք լավ գործով, այսպես ասած, մեզ համար լավ գործով, որովհետեւ իրականում շատ ծանր ազդեցություն ունեցող գործեր են երեխաները, այլ են բոլոր գործերը, որոնց մեջ երեխաներ են ներգրավված, ինձ համար այսպես կրկնակի ծանր հոգեբանական ազդեցություն են թողնում, որովհետեւ աշխատանքի ընթացքում ինչքան էլ սառում ես, էմոցիաներդ փորձում ես չարտահայտել, բայց միևնույնն է, օրվա վերջում հասկանում ես, որ դա քեզ վրա ազդել է։ Համագործակցության կարևոր գործոն հենց նրանում է կայանում, ինչպես զուգահեռ օրինակ բժիշկների հետ ենք համագործակցում, որպեսզի կարողանանք անձի հոգեսոմատիկ խնդիրները դուրս բերել, համագործակցում ենք հարակից այլ ոլորտի մասնագետների, նույնությամբ փաստաբանների, եւ հաճախ նշում են մասնագետներն էլ այդ ոլորտում, որ ինչպես է կարողանում այդ էմոցիոնալ սառնությունը դրսևորել, երբ զրուցում ենք ձեզ հետ էլ մնացած փաստաբանների հետ, էմոցիոնալ մասը շատ ավելի ակտիվ է դառնում ու երբեմն կարող է խոչընդոտել մասնագետի արդեն անձնային որոշակի որակներին։ Զուգահեռ աշխատանքի դեպքում այդ անընդհատ քննարկումները, թեկուզ եւ տարիքային ցենզերը երեխայի դուրս բերելը, այդ պահին փաստաբանը դիտարկում է իր մասնագիտական մասով, մենք դիտարկում ենք, որ օրինակ այս տարիքում դա շատ նորմալ է, դա շատ բնական է, կարողանում ենք այդ ուղղորդումը տանել, մասնագետի համար էլ ավելի ապահով դաշտ է դառնում, դրա համար համագործակցությունը նման դեպքում երևի թե պարտադիր է։ Այո, պարտադիր է, կարծում եմ, որ լիարժեք, այսպես ասած, պաշտպանությունը կարողանանք, հենց երեխաների պաշտպանությունը, որովհետև երեխաների պաշտպանությունը ըստ էության դա մեծահասակների պարտականությունն է, ու այս պահի դրությամբ երեխայից ինչ-որ մի բան ակնկալել շատ սխալ է։ Մենք փաստացի յուրաքանչյուրս երեխայի ճակատագրում որոշակի դեր ունեցող մարդիկ ենք։ Այն հոգեբանը, որ այդ գործընթացի ժամանակ
շրջանակներ գրավել են, փաստաբանը որ այն դատավորը, որ այդ որոշումը ի վերջո կայացնում է, այնպես որ մենք բոլորս Իհարկե ծնողը ամենաառաջնայինը ծնողը, իհարկե ամենաառաջնայինը ծնողի պատասխանատվությունն է, մենք էլ այսպես փորձում ենք օգնող ինչ որ դերակատարում ունենալ այդ հարցով։ Երբեմն հակադարձում են եւ այնպես է ստացվում, որ մենք ոչ թե օգնող դերում ենք, այլ իրենց կարծիքով խոչընդոտող, բայց եթե դիտարկում ենք, որ այս դեպքում մեծահասակը գոնե ինքնուրույն կկարողանա իր խնդիրները լուծել, երեխան ոչ, դրա համար բոլոր ուժերը երևի թե պետք է ուղղել երեխայի հոգեբանական, ֆիզիկական, սոցիալական վիճակը ավելի հստակ ապահովելու համար։ Գիտես, Տաթև, ամենաշատ արտահայտությունը, որ ես լսում եմ դատական գործերի շրջանակներում, հատկապես մայրերի կողմից, երեխաների մայրերի կողմից, դու ես երեխայի մայրը եւ դու չգիտես իմ երեխայի համար որն է ավելի ճիշտը։ Ինձ մի անգամ ասեցին, ձայնը տակ տեղից է գալիս, այդպես հանգիստ խոսում ես իմ երեխայի մասով, բայց լիարժեք այնպիսին էր իրավիճակը երեխայի հոգեբանական, որ մայրը փաստացի հնարավորինս ճնշում էր միայն թե իր լավագույն շահը պահեր, ոչ թե երեխայի, բայց ստացվում էր, որ մենք ենք դառնում վատամարդը, այնպես որ ճիշտ նշեցիք ի սկզբանե, այդքան էլ հաճելի ընթացք չէ process-ը մեր աշխատանքի։ Իհարկե, հատկապես երբ որ դու գործում, ես իմ մասին եմ ասում, երբ որ գործում ես տղամարդու ներկայացուցիչն եմ լինում, մայրերի կողմից դա շատ sense այսպես ցավալի կերպով է ընկալվում եւ անընդհատ, այո, դիտարկվում է, այստեղ նախ առաջինը սեռային բանն են տարանջատում են անում եւ երկրորդն էլ դուք իմ դեմ եք աշխատում, ոնց կարելի է մոր դեմ աշխատել եւ այլն ու հաճախ չես կարողանում բացատրես, որ սա նախ իմ աշխատանքն է եւ երկրորդ միշտ չի որ մոր կողմից բոլոր գործողությունները դրանք բխում են հենց երեխայի լավագույն շահից։ Եվ քանի որ եկանք այս արտահայտությանը եւս մեկ անգամ, դա թե հոգեբանական առումով կբացատրես մեզ, թե որն է հենց երեխայի լավագույն շահը, հա։ Իսկապես շատ ենք շահարկում, երբեմն էլ չգիտակցելով ենք այդ տերմինները օգտագործում, առհասարակ մեր մշակույթում ընդունված է, չէ՞, ինչ որ տերմիններ ենք վերցում եւ պատե անպատե սկսում ենք օգտագործել, բայց եթե խորքային ենք դիտարկում, եւ թե լավագույն շահը դա երեխայի ամբողջական վիճակի, այսինքն հոգեբանական, ֆիզիկական, սոցիալական, մշակութային, այդ ամեն ինչի լիարժեք ապահովումն է, ամենակարևորը անվտանգությունը։ Իսկ անվտանգության մեջ ներառվում է բնականաբար ֆիզիկական գործոնը, հոգեբանական գործոնը, ոչ թե լավագույն շահը դա ծնողի համար հարմար շահն է կամ ինչպես մշակույթում է ընդունված ասվել, դե իմ երեխան էլ է այսպես մեծացել, ինձ էլ են այսպես մեծացրել, հա այդ տարբերակները կամ հարմար է, դրանք չեն լավագույն շահը, որովհետև մենք չենք դիտարկում երեխայի ներսում ինչ է կատարվում, երեխայի հոգեբանական վիճակը կամ երեխան արդյոք ապահով վիճակում է գտնվում, արդյոք լսված է, արդյոք ընդունված է, այդ ամեն ինչը մի կողմ է դրվում եւ դիտարկում են, որ լավագույն շահը դա այն է, ինչ որ մայրիկին է հարմար կամ հայրիկին, կամ այդպես է ընդունված հասարակության մեջ, կամ էլ միգուցե ծնողի վախն է, թե ինչպիսին ինքը կուզենար լինել, հա, ինքը ուզում է երբեմն լինել վերահսկող ծնող, ինքը ուզում է լինել այնպիսին, ինչպիսին, որ ունենա այնպիսի երեխա, միայն թե այնպիսին չլինի, ինչպիսին իրեն են մեծացրել, այսինքն այդ շահերն են դիտարկում լավագույն շահ ասվածի տակ, բայց իրականում դա երեխայի ապահով միջավայրն է ու դա միայն սոցիալական միջավայրի մասին չէ, դա այն փոքրիկ անկյունն է միգուցե, երբ երեխան իրավունք ունի գոնե լացելու, իրավունք ունի դժգոհելու, նեղվելու, այսինքն դա էլ է ընդունված ու լսված, բայց եթե երեխան մի փոքր դիսկոմֆորտ վիճակ է ստեղծում ծնողի համար, ծնողը իր տարբերակն է մշակում, ասում է սա է երեխայի լավագույն, դա քո շահն է, դա երեխայինը չէ։ Այո, կամ ընդունված է հասարակության մեջ, չէ, ասում են մեզ այդպես են մեծացրել կամ մեր պապերը, չեմ, տատերը եւ փորձում են տանել ինչ որ համընդհանուր վիճակի, առանց նայելու այդ տարիքի կամ կոնկրետ այդ սեռի երեխայի համար իսկապես լավագույն շահը որն է։ Հիմնականում դա ծնողի շահն է, երեխայինը չէ ամեն դեպքում։ Այստեղ երկու այսպես սցենար է պրոյեկտվում ծնողի կողմից մեկ այն ինչ որ իր հանդեպ արել են նույնը անում է ինքը իր երեխայի հանդեպ, հա, եւ երկրորդը այն ինչ որ ինքը չի ունեցել, դա փորձում է էլի պրոյեկտել այդ երեխայի վրա։ Գուցե դա լավ բան է։ Ես միշտ չի որ ասում եմ դա վատ միտք է իր մեջ ներառում կամ վատ սցենար է, այսպես ասած, բայց դա երեխայի ուզածը չէ։ Այո։ Երբեմն մենք ծնողներին ասում ենք դուք բավականաչափ չեք սիրում ձեր երեխային եւ մենք դառնում ենք բարի ամենաուղիղ իմաստով իրենց աչքի գրողը։ Եվ մեզ ասում են դուք ինչպես եք ձեզ թույլ տալի նման։ Այո, ես կարող եմ բարձրաձայն եւ հստակ ասել։ Շատ ծնողներ, որոնց ամեն
ամեն օր հանդիպում եմ մասնագիտությունից ելնելով, իրենք չեն սիրում իրենց երեխաներին։ Իրենք փչացնում են իրենց երեխաների առողջ հոգեվիճակը։ Իրենք փչացնում են առողջ հոգեկերտվածք ունենալու էությունը, այդ զարգացումը, խոչընդոտում են իրենց հմտությունները, իրենց կոմֆորտը, իրենց միգուցե անձնային շահը պահելով, բայց դրա տակ դիտարկում են, որ դա երեխայի համար է։ Ծնողը շատ ժամանակ վախենում է վատ ծնող լինել, որովհետև իր ունեցած կարծրատիպերով, իր համոզմունքներում կա ինչ-որ լավ եւ վատ ծնողներ, բայց ինքը հաշվի չի առնում, իսկապես դա երեխայի համար լավ է։ Ու շատ դեպքերում մենք կարող ենք մեզ հարցնել. ես եմ ինձ ուզում այստեղ լավ զգալ, թե սա իսկապես իմ երեխայի համար է։ Եվ այդ կարծրատիպերը պարզապես խեղդում են ծնողներին ու շատ հաճախ սիրելու չափաբաժինը միգուցե գեր սիրել է դառնում եւ իրենք փորձում են մաքսիմալ ամեն ինչ անել, որ ամեն ինչ լավ լինի, բայց դա էլ է հակառակը լինում։ Եվ այո, ծնողը կարող է նաեւ շատ սիրել իր երեխային, բայց ճիշտ չդիտարկել որն է նրա լավագույն շահը։ Այստեղից էլ գալիս է մի այսպիսի հարց, այսպիսի մի թեմայի անցում, այ ոնց սիրեն իրենց երեխաներին ծնողները, որպիսի այդ եւ լավագույն շահը կարողանան ապահովեն եւ չխախտեն երեխայի անձնական տարածքը, անձնական ցանկությունները չոտնահարեն, հա, չէ՞ որ մենք քո ասածի նման մենք հաճախ ասում ենք, չէ, այս երեխայի համար լավագույնը կլինի, որ ինքը գնա պարի կամ գիմնաստիկայի, որ հետագայում ունենա լավ կեցվածք եւ այլն եւ այլն, բայց այդ երեխան օրինակ ուզում է գնալ, չգիտեմ, լողի կամ բոքսի, բացարձակ այստեղ պայմանական վերցված ինչ որ բաներ էին, բայց մեր պատկերացումներ, հա, գուցե ես օրինակ որպես ծնող օրինակ, հա, ես չեմ հասկացել, թե դա որն է երեխայի համար լավագույնը եւ ես դա պրոյեկտել եմ իմ երեխայի վրա։ Իրականում ես օրինակ բերեցի, ես մայր չեմ եւ չունեմ երեխա, բայց բոլորը թող այստեղ գտնեն իրանց, էլի այս բանում։ Եվ դրանով իսկ ուղղությունը իմ երեխայի կյանքի ես փորձել եմ խաթարել։ Ու այստեղ շատ կարևոր է, որ դու հասկանաս այդ մարդուն որպես հենց մարդ, կայացած մարդ հենց անձ փոքր տարիքից։ Այ 2-3 տարեկանից գուցե հոգեբանական առումով շատ ավելի փոքր տարիքից դու հաշվի առնես այդ երեխայի ցանկությունները, այդ երեխայի անձնական տարածքը։ Իսկապես շատ բարդ եւ նուրբ սահման է այստեղ հասկանալ, որովհետեւ նաեւ մյուս կողմից էլ չի կարելի ծնողներին մեղադրել, որովհետեւ իրենք փորձում են իսկապես մաքսիմալը անել երեխաների համար, բայց խնդիրը նրանում է, որ երբեմն ծնողը երեխային ունենում է, որովհետեւ պիտի ունենար այդ երեխային, կամ որ չասեն ինչի չունի եւ շատ մշակութային եւ այսպես կարծատիպային դարձած իրավիճակներից եւ լիարժեք երեխային որպես անձ չի ընկալվում։ Ես սովոր եմ ասել, մինչեւ 40 տարեկան անգամ պորտալները չի կտրվում երեխայի եւ նույնականանում են։ Սերով պայմանավորված չէ, այսինքն կարող է եւ աղջիկը լինել եւ տղան լինել, մասնավորապես մայրիկներից, հա, այսպես ասած կախված վիճակ է լինում եւ դա մայրիկի խնդիրն է։ Այսինքն մայրը չի փորձում առանձնացնել իր եսը երեխայի եսից եւ եթե նկատած կլինեք, անգամ լեքսիկոնում մենք ասում ենք մեր, ամեն ինչը մեր է։ Մենք արդեն խոսում ենք, մենք արդեն քայլեցինք, մենք ճաշիկ ենք ուտում, մենք այսօր հիվանդացանք, դպրոց չենք գնում։ Այսինքն փոքր տարիքից սկսած մայրը չի կարողանում իրեն առանձնացնել երեխայից, հետեւաբար երեխան նույնականացված, այսպես կպած բարձրանում է մինչև X տարիք, չգիտենք ինչքան։ Ես այցելուներ եմ ունեցել, որ մինչև 40-45 տարեկան տղամարդի դեպ գալիս էին եւ այսպես վախվորած աչքերով նայում էր մամային, որ մաման հանկարծ սենյակից դուրս չգա, որովհետեւ ինքը չի կարողանա հարցերին պատասխանել։ Այսինքն սա ծնողի ինքնության ձևավորումն է։ Եթե մենք հասկանում ու գիտակցում ենք ծնող երևույթը, հետեւաբար մենք նաև կարողանում ենք երեխային ընկալել ոչ թե մեր սեփականություն կամ մեզնից ինչ որ մի մասնիկ, այլ առանձին էակ, առանձին անձ, ով ունի իրավունքներ, ով ունի էմոցիոնալ վիճակներ, ով ունի ցանկություններ, բայց նաև մենք դրա հակառակն ենք հաճախանում, կամ վերահսկում ենք, կամ մաքսիմալ ամեն ինչ տալիս երեխային, հա, գերխնամքի տարբերակով։ Երեխան աչքերը բացում, նույն բանն է։ Թերխնամքն ու գերխնամքը նույն բանն է։ Երեխան աչքերը բացում է, մայրը արդեն ամեն ինչ պատրաստել է։ Ընտրության հնարավորություն չկա, երեխան չի կարողանում ասել, ես սա չեմ ուզում կամ սա եմ ուզում։ Պատրաստում են 30 տեսակի ուտելիք։ Հետո երեխան ասում է, չէ, ես 31-ն եմ ուզում, գիշերվա 1000-ին դա էլ կպատրաստեն, հետո սնման խանգարումով երեխային բերում են հոգեբանի մոտ։ Ինչի եմ այս տարբերակով խոսում։ Երբեմն ծնողը չի առանձնացնում իր եսից երեխայի եսը, մինչև
մոտավորապես դեռահասության տարիքում, պարզապես դեռահասության տարիքում դեռահասը սկսում է բոյկոտել, երբեմն կարողանում է դուրս գալ այդ լծից, երբեմն ոչ, մնում է եւ մինչեւ հասուն տարիքում։ Հետևաբար ծնողը արդեն չի տարբերում դա իր համար է լավ, թե երեխայի համար է լավ, ու սկսում է այդ ձուլումը։ Կամ վերահսկում են, որը նորից հանգեցնում է երեխայի փակվելուն կամ փախուստին, երկու տարբերակն է, կամ տալիս են գերխնամք այդ մաքսիմալը, ու ծնողի մոտ արդեն հարց է առաջանում, իսկ ինչպես սիրեմ, ինչպես դուք էլ հարցրեցիք, ինչպես սիրեմ, որ դա չեմ ուզում ճիշտ բառը օգտագործել, որովհետև դա շատ անձնային է եւ ամեն մեկը իր տարբերակն ունի։ Պարզապես ընդունենք երեխային, որ նա էլ ունի սահման։ Երբ որ ծնողին ներկայացնում ենք, որ դուք խախտում եք երեխայի սահմանները, շատ դժգոհությամբ ասում են 3 տարեկան երեխան կամ 5 տարեկան երեխան ինչ սահման պիտի ունենա։ Այո, ունի։ Երեխան էլ ունի էմոցիոնալ սահմաններ, երեխան էլ ունի իր տարածքը ունենալու սահմաններ, եւ այդ ամեն ինչը, երբ որ մենք լիարժեք ընդունում ու գնահատում ենք, մենք ընդունում ենք, որտեղ է ավարտվում սահմանը, նաեւ եսի, հետո սկսվում ծնողինը, հետո, չգիտեմ, ուսուցչինը, մասնագետինը եւ այլն։ Եվ երբ որ դա ամրապնդենք, դա կլինի մի տարբերակով։ Ընկերություն անենք երեխայի հետ։ Բոլոր տարիքներում։ Բոլոր տարիքում։ Այստեղ շատ դեպքերում գալիս է այսպիսի մի իրավիճակ, երբ որ նույն այդ ծնողը շատ պարզ գիտակցում է, օրինակ ուսուցչի կողմից, երբ որ խախտվի իր երեխայի սահմանը, կգնա դրոշակը ձեռքը դպրոց եւ կասի դուք խախտել եք իմ երեխայի անձնական տիրույթը եւ այլն եւ այլն։ Բայց այդ նույնը ինքը տանը անի եւ չընդունի, որտեղ որպես սեփականություն է ընդունում, իմն է։ Հետևաբար իմ երեխան պիտի գնա բարի, որովհետև ես եմ ուզում, կամ ես չեմ գնացել, կուզենամ իմ երեխան գնա, կամ հարևանի երեխան գնում է, բա իմը ոնց չգնա, ու հաշվի չի առնվում երեխան միգուցե խմբային սպորտ կամ խմբային որոշակի իրավիճակներում այդքան էլ հեշտ չի ռեալիզացվում ու ցանկալի օրինակ նկարչության տանել։ Շատ հաճախ մենք տարբերակում ենք էքստրովերտ, ինտրովերտ տեսակ, այսպես ակտիվ եւ пассив տարբերակով, եւ եթե ծնողը հակառակն է, օրինակ ծնողը սիրում է իր էներգիան ստանալ ավելի հանգիստ, խաղաղ միջավայրում, երեխան ակտիվ է, ասում են երեխան հիպերակտիվություն ունի, դիագնոզում են, պիտակավորում են կամ չար է։ Չար չէ, երեխան այդպես է սիրում իր էներգիան ստանալ, ու ծնողը պարտադիր երեխային տանում է նկարչության կամ անհատական որևէ աշխատանք։ Մարի է դա էներգիան, բայց ինչի։ Երեխան սպորտ էր սիրում, ակտիվություն էր սիրում, ու այդ մենքի երևի թե այս դեպքում բացասական իմաստը, որ ծնողն է ուզում իր միգուցե չստացված, միգուցե չբավարարված էմոցիաները եւ չռեալիզացված լինելը դիտարկել երեխայի մեջ, ու եթե երեխան ինչ-որ բան չի ուզում, դառնում է մենք չուզեցինք։ Ու հետեւաբար այստեղ արդեն եսի մասին խոսել հնարավոր չի, ծնողը չի առանձնացնում։ Այդտեղից էլ արդեն գալիս է երեխա-ծնող կոնֆլիկտը ու բնականաբար բոլոր ծնողներն էլ, մեծ մասը, այսպես ասեմ, ոչ բոլորը, այդ պահին առաջանում է իրենց սենց եսը հաստատելու, էգոն այսպես բարձրանում է եւ իր եսը վերահաստատելու, որ ես եմ այստեղ որոշումներ կայացնողը եւ այլն եւ այլն։ Երբեմն մրցում են անգամ երեխան։ Այո, իհարկե մրցում են։ Բայց այստեղ ես շատ մի կարևոր բան եմ նկատել սերունդային տարբերությունների մեջ, որ այսպես հիմա երեխա սերունդը շատ ավելի պահանջատեր է, քան օրինակ մեր սերունդը, որովհետև ես եթե համեմատեմ իմ օրինակի վրա, այն տարիքում, որ այս պահին 10 տարեկան երեխան, այն պահանջները, որ այս պահին 10 տարեկան երեխան ունի, վստահաբար ես 10 տարեկանում չեմ կարողացել նույնիսկ մտածել դրա մասին, ուր մնաց մի հատ էլ դրա պահանջը ներկայացնեմ ծնողին։ Սա ինչ-որ առումով նաև լավ կարելի է դրական դինամիկա բանան։ Ճիշտ է, չափն էլ անցնում է, երեխաների մոտ երբեմն չափն անցնում է, բայց այդ ոսկե միջինը եթե կարողանանք պահպանենք, շատ լավ դինամիկա է այս իմաստով։ Այնպես որ այստեղից կարող ենք sense մի հատ փակում անել հարցի եւ արձանագրենք, որ չդիտարկենք երեխային որպես սեփականություն, այլ որպես անհատականություն, ում հետ այո պետք է հաշվի նստել։ Եվ ցանկությունների եւ մնացած բոլոր այսպես հարցերի հետ կապված պետք է այո հաշվի նստել։ Ու եթե երեխայի հետ կարողանանք լեզու գտնել իր լեզվով, ոչ թե մեր,
մենք հաճախ մեր լեզվով ենք խոսում երեխայի հետ, ուզում ենք երեխան իրեն հասկացված զգա։ Ոչ այդ պայքարը կլինի, երեխան իրեն ընդունված կզգա, ռեալիզացված կզգա առաջին ընտանիքում, որովհետև եթե անձը, մասնավորապես երեխան ընտանիքում ռեալիզացված չէ, այսինքն ինքը իրեն չի զգում այնպիսին, ինչպիսին ինքը կուզենար զգալ, անգամ մեր տված սերը իրեն բավարար չէ։ Մենք ասում ենք մաքսիմալ սիրում ենք, բայց միգուցե մեր սերը դա մի խաղալիքն է կամ մի տուփ շոկոլադը, բայց երեխան ուզում էր ուղակի մենք իրեն գրկեին, միասին ֆիլմ նայենք, այսինքն դրանք էլ են տարբեր։ Ու երբ որ մենք ընդունենք, որ երեխան էլ կարող է իր ցանկությունը ունենա, որը բոլորովին պարտադիր չէ մերինի հետ համընկնի, այդ դեպքում այդ սահմանը, նուրբ սահմանը ճիշտ կդիտարկենք ու երեխան առողջ անց կմեծանա, ոչ թե հետագայում բուլինգի կամ կենթարկվի կամ տոքսիկ հարաբերությունների մեջ կլինի։ Այս ամեն ինչի հետևանքն է դա։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք նաև սիրո արտահայտման ձևը կարողանանք այդ երեխայի հասկանալ, որովհետև երեխա կա սիրում է, որ իրեն հենց այսպես արտահայտում են իրան նկատմամբ այդ սերը, բայց երեխաներ կան, որ օրինակ ուզում են ապահովություն զգալ եւ դրա մեջ են սերը տեսնում։ Այ հասկանալ քո երեխայի համար որն է լավագույնը ու այդ ուղղությամբ այդ սիրո արտահայտումը, այսպես ասած, դրսևորել։ Կլինի, եթե մենք ուղղակի լսենք մեր երեխաներին։ Այո, ընկերանանք եւ լսենք երեխաներին։ Անդադար մենք երեխաների ձայնը կտրեցնում ենք, այսպես ասած, հա։ Նույնիսկ եթե երեխան ուղղակի սովորական մի բան էր նկարել եւ ուրախ գալիս էր մեզ ցույց էր տալի։ Եթե մենք այդ բանից զբաղված ենք կարևոր գործերով, ենք ասում ենք հետո էլի, վերջ դա մենք փակեցինք։ Եթե լոգոնևրոզ չառաջացնենք հետագայում կակազություն, մնացածը ավելի հեշտ տարբերակը կլինի։ Մենք չենք լսում երեխան ինչ է ուզում։ Ու հետո երբ որ երեխան սկսում է ստել, ասում ենք ինչ ես մեզ ստում, որովհետև ինքը գիտի, որ կամ ընդունված չի լինելու, կամ պատժվելու է, կամ քննադատվելու է, կամ ամոթանք է ստանալու, սկսում է ստել, փակվել իր մեջ, որովհետև մենք չլսեցինք երեխային, չհարցրեցինք, դա քեզ դուր է գալիս։ Միգուցե փոխենք ինչ-որ մի բան։ Եթե հենց հիմա չես ուզում նկարենք, բայց եթե դա պարտադիր էր, արի գնանք ֆիլմ նայենք, հետո կնկարենք, այսինքն խոսքի մատուցումը ու շփումը։ Իսկ մենք սովորաբար վերևից դիրքով, այսպես նայում ենք երեխային մատնացույց ենք անում, ինչ որ բան ենք ուզում հասկացնել, անհնար է դա երեխան ընկալի։ Եթե անգամ կատարի թվացial ցանկությունը, ապա ուղղակի ինչ որ բանից ելնելով։ Իսկ եթե մենք երեխայի հետ խոսում ենք երևի այդ պահին, եթե երեխայի հետ խոսում ենք դեմ առ դեմ, հա, իջնում ենք իր հասակին, նայում ենք աչքերի մեջ, վիզուալ ընկալում ենք ու տեսնում ենք, ապահով միջավայր ենք ստեղծում երեխայի համար, երեխան կխոսի, կարտահայտվի ու մենք կհասկանանք ինչ է անհրաժեշտ իր էմոցիոնալ լավագույն վիճակի համար։ Այստեղից մի դեպք հիշեցի իմ անձնական կյանքից, իմ զարմուհին այս պահին 8 տարեկան է, բայց մի 2 տարի առաջվա դրվագ եմ այսպես պատմում, երբ որ մի իրավիճակ եղավ եւ ես իրեն հարցրեցի այս իմ հետ կապված հարցի շուրջ, ես իրեն հարցրեցի քո խորհրդի կարիքն ունեմ, ինչ կարծիք ունես դու այստեղ, ու ես հիշում եմ ասենց պսպղացող իր աչքերը, թե ինչքան ոգևորվեց այդ արտահայտությունից, որ ես իրենից խորհուրդ եմ հարցնում ու ես իրեն վերջում ասացի ես անպայման կանեմ նենց ոնց որ դու ես ասում, դու ես ինձ խորհուրդ տալիս ու այնպես մեծ բավարարվածություն ստացավ այդ պահին երեխան, որ իրեն էլ այսպես ասած ճակերտավոր, հա, իրեն էլ մեծի տեղ դրեցին եւ իր կարծիքը հաշվի առան։ Շատ բան չի պահանջվում, բայց երբեմն ծնողը ելնելով այո իր էգոյի վիճակից նա ճիշտ դրսևորումներ չի անում եւ ասում է մի մատ երեխու կարծիքը ես ինչի պիտի հարցնեմ կամ դու այդ ինչքան դարձար որ ինձ պիտի ինչ որ բան առաջարկես կամ խորհուրդ տաս, փոքր տարիքից է դա կարելի։ Երեխային ընտրության առաջ դնելուց օրինակ երկու հագուստ ենք դիտարկում, որը ըստ եղանակային պայմանների որոշել ենք, բայց կարելի է 2-3-ը դնել, ըստ նույն նորմայի երեխան ընտրի։ Ինչ ենք մենք միանգամից տալիս մեկը ու ասում ենք սա պիտի ու երեխան չի տեղավորվում այդ ռամկայի մեջ, հետագայում մաքսիմալ ամեն ինչ պիտի անի, որ դուրս գա այդ ռամկայից։ Իսկ երբ որ կարևորում ենք այդպես մինիմալ կարծիք, ինձ կօգնես, այ քո կարծիքը ինձ համար այնքան կարևոր է։ Անկամ բառային արտահայտություն, ես միշտ իմ այցելուներին եմ ասում, երբեմն մենք շատ ճիշտ ու adekvat ենք ընկալում, այսպես ասած, ճիշտ իրավիճակի համար, adekvat ենք խոսքը ասում, բայց ձևն ենք սխալ ասում։ Ու միշտ օրինակ եմ բերում, ասում եմ, եթե մենք ասենք երեխային, արի քեզ տանեմ խանութ, դա նման է մի իրի, որ մենք վերցնում ենք ու տանում ենք։ Իսկ եթե ասենք, արի միասին գնանք խանութ,
քեզ հետ ես ինձ պաշտպանված եմ զգում, դրանից մեզնից ոչինչ չի գնում, բայց երեխան էսպես ոգևորվում է, ինքը գիտի, որ մամայի պաշտպանն է, արդյունքում երկուսով գնում ենք խանութ, բայց մի հատ տեսեք տարբերություն է այդ երկու արտահայտությունների։ Ու եթե կարողանանք մեր էգոն մի քիչ իջեցնել, ոչ թե մենք ծնող ենք ու մենք պիտի նսեմացնենք երեխային մեր էգոն դրա հաշվին բարձրացնելով, այլ հասնենք իջնենք երեխայի հասակին, նայենք աչքերի մեջ ու հասկանանք երեխան ինչ է ուզում։ Ու եթե մի վարքյան հիշենք մեզ համար ինչքան կարևոր կլիներ, եթե մեզ էլ այդպես անեին, վստահաբար դա հեշտ կստացվի։ Այստեղից գալիս է այն միտքը, որ ցանկացած իրավիճակում ճիշտ է ինքդ քեզ պատկերացնել այդ իրավիճակում, հա, այ ես եթե լինեի այս մարդու փոխարեն, ոնց ինձ կդրսևորեի, այստեղ շատ իմ աշխատանքային գործունեության ընթացքում ես շատ եմ փորձում։ Այ օրինակ, եթե ես այս գործում լինեի, իմ վստահորդի տեղը ես ոնց կանեի։ Դա ինձ շատ հաճախ օգնում է, որպեսզի ես կարողանամ ճիշտ մարտավարություն մշակեմ, ու այս դեպքում էլ շատ տեղին է, որ երեխայի փոխարեն դու ինքդ քեզ պատկերացնես։ Մի պահ ասես գնաս հետ, ասես ես 10 տարեկան երեխա եմ հիմա։ Ինձ ոնց դուր կգար, որ ինձ իմ օրինակ մաման կամ պապան ասեր։ Միայն ծնողները չէ, շրջապատը եւս, հա, բայց ծնողները այն կարևոր երկու էակներն են, որոնք մեզ համար առաջնային, այսպես ծանոթացնողն են, այո, ոչ միայն մեզ կյանք պարգևողն են, այլ նաեւ աշխարհի հետ հարաբերություններ կառուցողն են։ Ու երբեմն մենք չենք էլ գիտակցում, թե ինչքան մեծ դեր ունենք այդ երեխայի որպես հետագայում սոցիալական էակ եւ որպես մարդ ձևավորվելու մեջ։ Հաճախ ասում ենք երեխայի հետ սկսեք շփվել դեռևս նորացության շրջանից, եւ ծնողներն ասում են, թե ինչ պիտի հասկանա երեխան այդ տարիքում, հասկանում է, սովորում է կոմունիկացիա։ Եվ երբ որ մենք աչքերով նայում ենք, ժպտում ենք, թաթիկներն ենք շոյում կամ ինչ որ ձայնարկություններ ենք տալիս, արդեն երեխան սկսում է շփվել մեր, իսկ մայրը, մասնավորապես ծնողներից մայրը, առաջին կերպարն է, ու միջոցով երեխան աշխարհի հետ է ծանոթանում, այսինքն աշխարհի մոդելի պատկերը ամենաառաջինը մայրն է, այս դեպքում մասնավորապես երբ որ եթե պրենատալ հոգեբանություն ուսումնասիրենք, հա, հղիության շրջանում ծնողի հետ կապը, եւ հետո արդեն երկու ծնողները, ու երբ որ նորացության ժամանակից մենք արդեն շփվում ենք երեխայի հետ, հետագայում ամեն ինչ ավելի հասուն կերպով է լինում, բայց սպասում ենք նորացությունը կավարտվի, հենց սկսի խոսել նոր, բայց մինչև այդ էլ երեխան խոսում, ներքին խոսքներ իր, երբ որ բառացի չի խոսում, դա չի նշանակում, որ չի հասկանում երեխան։ Բազմաթիվ դու էլ նշեցիր դրա մասին, բազմաթիվ հետազոտություններ կան, որ դեռ սաղմ եղած ժամանակահատվածից հենց մոր ազդեցությունը երեխայի վրա զգացվում է։ Պտուղն է հետո երեխայի վրա ազդելու, ինչքանով էր այդ պահին կարևոր ծնունդը, ինչքանով էր մայրը ուզում հենց սեռով պայմանավորված, հետագայում դա անպայման այս կամ այն հոգեբանական խնդիրը կառաջացնի, ու եթե մենք կյանքի ինչ որ մի փուլում չենք հասկանում, ինչի է տվյալ մարդը միշտ չընդունված, ինչի է միշտ իրեն չսիրված, չհասկացված զգում, երբեմն հենց թերապևտիկ աշխատանքի ժամանակ էլ հասկանում ենք, որ նույնիսկ իր մայրը չէր ուզում, որ ինքը ծնվի, բնականաբար երեխան արդեն մեծ տարիքում մտածելու է, որ ինքը չընդունված է, չսիրված է, ու դա արդեն իսկ մասնագիտական ճանապարհ է պետք, որ այդ խնդիրը կարողանանք հաղթահարել։ Այստեղ էլ նույնիսկ գալիս է այդ հանցագործությունների մասով, եթե դիտարկում ենք, ցանկացած հանցագործի, եթե այսպես հետ ես գնում, եթե փորձես հոգեբանորեն ուսումնասիրել, դու հասկանում ես, որ այնտեղ կան հոգեբանական խնդիրներ, հա, որը գալիս է հենց փոքր տարիքից, շատ հաճախ նաև այդ անցանկալի պտուղ լինելու գաղափարը եւ այլն, որին մենք ցավոք շատ մեծ ուշադրություն չենք դարձնում։ Մասնավորապես սեռով պայմանավորված։ Սեռով պայմանավորված, այո։ Եվ այստեղից էլ մի ուրիշ հարց է սենց գալիս, այսպես անցում կատարենք մյուս հարցին, այ մեծահասակների ազդեցությունից շատ խոսեցինք, դա թե մեծահասակների ազդեցությունը որքանով է կարևոր, հա, երեխաների վրա, եւ արդյոք ճիշտ է մեծահասակներ այն եզրույթ կա, չէ, այսպեսի, որ եթե ուզում ես երեխայի դաստիարակել, առաջին հերթին քեզ դաստիարակի։ Այս մասը մի քիչ հոգեբանորեն ավելի մանրամասը կներկայացնես։ Դաստիարակել բառը այնքան խորթ է, որովհետև դրական ելք մի տեսակ չեմ գտնում, հա, ավելի շատ դաստիարակելը ոնց որ ճնշող իմաստ ունենա, կարելի է վարվել երեխայի հետ։ Ու երբ որ մենք ինքներս մեզ հետ էլ վարվել գիտենք, մենք հասկանում ու ճանաչում ենք ինքներս մեզ,
գիտենք ինչ ենք ուզում ինքներս մեզանից հետո նոր երեխայից, այդ նուրբ սահմանը ավելի հեշտ է լինում։ Եվ ինչպես մի փոքր առաջ նշեցի, այդ մենքի գաղափարը, որ ծնողը ձուլում է իրեն երեխայի հետ, այդ նույն տարբերակն է։ Այսինքն, եթե մենք գիտենք տվյալ իրավիճակում ինչպիսին է ցանկալի ելքը, եթե մենք ճանաչում ենք գոնե մեր էմոցիաները, կարող ենք մեր հույզերը տարբերակել, հետեւաբար կարող ենք նաև հասկանալ երեխան ինչ հույզ ունի նմանատիպ իրավիճակում, ոչ թե մերը պիտակավորենք, որ այս իրավիճակում պիտի այսպիսի հույզ ունենաս կամ չպիտի այսպիսի հույզ ունենաս։ Երեխան գրիչ է կորցնում եւ նեղվում է այդ իրավիճակից, գալիս է տուն, նեղված մամային ասում է՝ մամա գրիչս եմ կորցրել, ասում է՝ չմտածես նորը կառնեմ։ Բայց երեխան դա չէր ուզում լսել։ Երեխան ուզում էր լսել, որ դե ոչինչ, բալես, էլի կգնենք, արի միասին, երեխան միասին բառն է ուզում լսել։ Բայց երբ որ մեր էգոն է, չէ, ոնց իմ երեխայի գրիչը կորել է, կամ դպրոցական տարիքում երեխան գալիս ասում է դասարանից աղջկան կամ տղային եմ հավանել, բայց ինքը ինձ չի հավանում, առաջին ռեակցիան ծնողի ոնց իմ տղային կամ աղջկան չեն հավանում, այսինքն սա մեր խնդիրն է, մեծահասակինն է, ու այստեղ ոչ թե դաստիարակման մոդելն է, այլ վարվել ինքներս մեր հետ։ Եթե մենք գիտենք ինչպիսինն ենք մենք, եթե մենք ճանաչում ենք այդ սահմանները կարողանում ենք դնել, երեխային էլ ենք ընկալում։ Ոչ թե ես կգամ քո հարցերը կլուծեմ դպրոցում կամ ոնց իմ երեխային չեն հավանում, բա իմ ամենասիրունը եւ այլն, այլ փորձենք միասին այդ ելքը գտնել։ Միգուցե երկուսով տխրենք, բայց շատ ծնողներն ասում են ոնց ես կարող եմ երեխայի հետ տխրեմ, իր աչքից կընկնեմ, չես ընկնի։ Ընդհակառակը կդառնաս այնպիսին, ինչպիսին երեխան կընդունի, որ կարելի է լինել։ Երբ որ մենք տեսնում ենք, որ մեր ծնողները միգուցե հոգնած աշխատանքից գալի, միգուցե նեղված գալի եւ դա չի ամաչում երեխայի հետ կիսվել դրական առումով, երեխան էլ է հասկանում, որ ամոթ չի հույզը արտահայտելը։ Կարող եմ ջղայնանալ, կարող եմ վարկությունս արտահայտել, նեղացվածությունս արտահայտել, այս բոլորը չի բերում դաստիարակման, այս բոլորը բերում է ինքնաճանաչման, ինչը ցավոք սրտի շատ քչերն են իրենց սեփական անձը ճանաչում, որ մնաց երեխային կարողանան դրսևորել։ Այսինքն այդտեղից էլ հենց այն մյուս միտքն է այսպես առաջ գալիս, որ երեխային բացատրենք իրական կյանքը, այլ ոչ թե այդ հորինվածը, ինչ է պետք անել, հա ես որպես ծնող այս պահին պիտի անեմ սա, ես իրավունք չունեմ, չէ, իրավիճակից ելնելով, հա, դու ունես այս հնարավորություններ, դու ես ընտրում քո երեխան եւ ի վերջո հարցրու, խոսել էլի գալիս ենք այդ երեխային լսելու, դու հարցրու քո երեխային, դու ինչ ես ուզում կամ հիմա ինձանից ինչ ես ակնկալում, գուցե այդ բան իրոք չկողմնորոշվես որպես ծնող եւ հարցրու, ինչ ես ինձանից ուզում, այդ գրիչի օրինակի վրա, հա, եթե դու գրիչը որ եկել ես ինձ ասում ես գրիչը կորցրել եմ, դու ինչ ես ինձանից ուզում, որ ես նորը գնեմ, թե ուղակի քո հետ տխրեմ, կարող է այդ երեխան ուղակի դա է ուզում կիսել, իսկ մենք առաջինը նյութական տարբերակով ենք օգտակար լինում, երեխայի դա էլ է իհարկե կարևոր, որ երեխան ամեն ինչով ապահովված լինի, բայց երբեմն այդ մի սենյակի չափով լցված խաղալիքները երեխայի համար ոչինչ են, եթե երեխայի հետ չենք խաղում այդ խաղալիքներով։ Մենք բերում ենք մի խաղալիք ենք տալիս երեխային, ասում ենք դու զբաղվի, ես գնամ իմ գործերով, երեխան նայում է, դաժե չգիտի ոնց պիտի խաղա այդ խաղալիքով։ Ինքը ուզում էր, որ նստենք, կողքը բացենք, միասին, եթե դա ընդամենը րոպեներ է մեզանից պահանջվելու։ Ու երբ որ ծնողներին հաճախ ասում եմ, երեխաների հետ զբաղվեք, ամենակարևորն է դա։ Բոլոր տեսակի էմոցիոնալ զարգացման, հոգեբանական զարգացման համար ասում են, դե ամբողջ օրը միասին տանն ենք։ Ասում եմ, նույն սենյակում լինելը դերևս չի նշանակում երեխայի հետ զբաղվել, երբ դուք ձեր հեռախոսով եք օրինակ կամ ինչ որ գործով եք զբաղվում։ Ու շատ հաճախ երեխաները վիզուալ ընկալումն են սիրում ու անգամ աշխատելու ընթացքում էլ երբ մի պահ շեղվում ես դու երեխային վիզուալ չես նայում, ինքը այսպես դեմքդ բռնում է ու շուռ է տալիս իրեն։ Ու սա շատ պարզ մի օրինակ է, որ երբ որ շփվում եք երեխայի հետ, ուղղակի նայեք իրեն։ Երբեմն երեխան չի ընկալում խոսքը, երբ որ մենք օթից ասում ենք, խոսում ենք էլի իր հետ, բայց այդ պայն մենք ուրիշ բանով ենք զբաղված, երեխան չի ընկալում, որ դա իրեն էր ուղված։ Ու երբ որ մենք այո լսենք, այո մենք երեխային հարցնենք ու մեր վախը ներքին, որ վատ ծնող կարող է լինեմ կամ միգուցե երեխաս պարող չդառնա, իսկ ես դա էի ուզում, մեր ներքին վախերը մենք իրապես հաղթարենք ու դա չփաթաթենք երեխայի վզին, այդ նուրբ սահմանը կլինի ու դասյարակման կարիք չի լինի։ Այդտեղից էլ շատ հաճախ մեր վախերը հետագայում մեր դեմ են պտտվում, այսպես ասած, հա, այդ բառերը չեմ ուզում ճակատագիր կարմա կամ ինչ-որ բան օգտագործել, բայց շատ հաճախ այդ բոլոր վախերը, որ մենք ունեցել ենք ու չի իրականացվել դրանք, հետագայում շատ ավելի վատ ձևով հետ է վերադառնում, այնպես որ պետք չի։ Բոլորս առաջին անգամ ենք այս կյանքը ապրում ու առաջին անգամ էլ ծնող ենք լինում, չի կարելի ոչ մեկին մեղադրել։ Նույնիսկ եթե երկրորդ անգամ
դա թեև նույն մարդը եթե երկրորդ անգամ ծնող է դառնում, պարտադիր չի որ ինքը առաջինի վրա կիրառած բոլոր մեթոդները կիրառի։ Այնքան մարդիկ տարբեր են, սա պիտի հասկանանք, յուրաքանչյուրի հետ աշխատել, յուրաքանչյուրի հետ ապրել եւ կիսել իր ձևով, հա։ Իսկ երբորյակների դեպքում են երեխաները երկու տարբեր աշխարհներով մեծանում, բայց ծնողն ասում է երկուսին նույն ձևով եմ մեծացրել, նույնը չեք մեծացրել։ Միգուցե մեկին ջղայնանալու ժամանակ օրինակ ասել եք, հաճախ ենք չէ օգտագործում հիմա կթողնեմ կգնամ դու էլ մամա չես ունենա։ Մյուսին այդ օրը ջղայնանալուց այդպես չեք ասել, բայց թվում է թե այդ ամեն ինչը պիտի մոռացվի, բայց մենք ենթագիտակցություն ունենք, դրանք գնում լցվում են այսպես բաժակի պարունակության մեջ ու երբ որ հասուն տարիքում զույգ երեխաներից մեկը ունենում է կորցնելու վախ մշտապես, հարաբերություններում է անդադ խնդիրներ լինում ու չեն կարողանում հասկանալ, ծնողն ասում է, բայց երկուսին նույնությամբ եմ մեծացրել, չէ՞, մեկի վրա որ ջղայնանում էիր, ասում էր թողնեմ կգնամ էլ մամա չես ունենա։ Դա մոդիֆիկացում է եւ լրիվ ուրիշ կերպով է մեկնաբանվում։ Հետևաբար այո, երկրորդ, երրորդ անգամ ոչ մի թիվ չի սահմանում էմոցիոնալ վիճակը, որովհետեւ մայրը կամ հայրն էլ են, չէ, տարբեր էմոցիոնալ վիճակներում երեխայի մեծացնում։ Մի ընթացք կարող է շատ հոգեպես հանգիստ էին, մի ընթացք ավելի դյուրագրգիռ էին եւ դա անպայման փոխանցվում է երեխային։ Ես շատ հաճախ կողքից այսպես իմ վստահորդներին խորհուրդ տալուց, հա, որտեվ ինձանից լավ գիտես երևի թե հոգեբանի ֆունկցիանել ենք կատարում երբեմն, որովհետեւ մարդիկ առաջնային, հատկապես ամուսնանտանեկան գործերով, երբ որ դիմում են փաստաբանին, առաջնային իրանք ուզում են ստանան այդ ուժը, այդ պաշտպանվածությունը, այդ իրենց լսելու ցանկություն ունեն եւ այլն, ու ես շատ հաճախ որ խորհուրդ եմ տալիս իմ վստահորդներին, այդ շփման մեջ փորձեք ձեզ ինքնատիրապետել ու շատ է լինում, այո, իհարկե որ աշխատանքից հոգնած դու էլ ես ուզում գոռաս եւ այլն, բայց պիտի կարողանաս այդ երեխայի վրա չպրոյեկտել, որովհետեւ եթե դու երեխային այդ պահին ինքը չի հասկանում, որ դու աշխատանքից հոգնած ես եկել ու իր վրա չես գոռում, հա, ինքը դա անցալում է, որ վայ ես ինչ որ մի բան սխալ արեցի եւ ու մնում է ենթագիտակցության մեջ, հետագայում արդեն բոլորը ձևավորվում ու անպայման պիտի նշենք, որ այսպես ինչ-որ կանոններ չեն սրանք ու ընտանեկան վիճակի, էմոցիոնալ վիճակի բոլորի մոտ է լինում այդ պորտկումները, բայց նույնիսկ երբ որ մենք չկարողացանք էմոցիաները զսպել, հա, երեխայի դուրս բերեցինք այդ ամեն ինչը, դա էլ է երբեմն նորմալ, պարզապես հետո ճիշտ փորձենք այդ ամեն ինչը կառուցել։ Ներողություն խնդրենք երեխայից։ Դա մի աբսուրդ արտահայտություն է, երբ ծնողին ասում ես ներողություն խնդրի երեխայից, այսպես զարմացած նայում են ոնց, դա առհասարակ անընդունելի մի բան է իրենց համար, բայց դու բարկացած երեխայի վրա, իսկ երեխան նույնիսկ չհասկացավ ինչի։ Քո դեպքում միգուցե նորմալ է, դու էլ ես հոգնած, դու էլ ես հուզված, տարբեր խնդիրներ են լինում, տարբեր էմոցիոնալ վիճակներ, չենք մեղադրում ծնողին կամ ինչ-որ ռամկայի մեջ դնում, բայց կարելի է ընդունել, որ երեխան էլ անձ է ու նա էլ կարող է նեղվել։ Ու բավարար է այդ մի ներողությունը, որ կներես մի փոքր բարկացա կամ չէի ուզում այդ պայի նման արտահայտություն անել, շարունակել ուղղակի զրուցել երեխայի հետ, ամեն ինչ մարվում է։ Իսկ երբ որ մենք դիտարկում ենք, որ ես ոնց կարող եմ իմ երեխայից ներողություն խնդրել, նույնիսկ եթե բարկացա, լավ էլ արեցի, բարկացա, այս դեպքում քանդվեց, արդեն ինչ որ բան այնտեղ քանդվեց։ Այդ դեպքում երկու միտք է ծնողների մոտ գալիս, առաջինը ես կկորցնեմ իր մոտ իմ վստահությունը եւ նաեւ ավտորիտետը, այսպես ասած, հա, երեխայի մոտ ես էլ չեմ ունենա այն դիրքը, որը ունեի առաջ, եւ երկրորդը արդեն գալիս է մի քիչ ավելի էգոիստ տեսակների մոտ, այդով է այդ մի մատ երեխան, որ ես իրանից ներողություն խնդրեմ։ Էլի գալիս ենք նույն մտքին, որ պետք է երեխային վերաբերվել որպես անհատ։ Դա թեև մի հարց էլ այսպես քննարկենք սրա հետ այսպես անցում կատարելով, մենք խոսեցինք անընդհատ ծնողների պահվածքից, ծնողների ազդեցությունից եւ այլն, բայց մեր կյանքում կան մարդիկ, ովքեր ծնողներից զատ մեզ վրա շատ մեծ ազդեցություն են ունենում, երեխաների պարագայում դրանք կարող են լինել դաստիարակները, ուսուցիչները, ինչու՞ չէ, ընտանիքի այլ անդամներ, ում երեխան կապվածություն ունի այդ երեխայի հետ եւ լսում է, հա, այդ մարդու ասածը շատ ավելի մեծ նշանակություն ունի իր համար։ Այստեղ ոնց անենք, հա, եթե օրինակ ես չգիտեմ, ես ուսուցիչ եմ, ես դաստիարակ եմ, ես ոնց անեմ, որ կարող եմ ծնողը տունը շատ լավ դաստիարակի, էլի դաստիարակել բառը ոնց որ թե դու չես սիրում, բայց վարվի իր երեխայի հետ, բայց այլ մեծ մասը, որ երեխան անցկացնում է, օրինակ մանկապարտեզում կամ դպրոցում, գնա եւ այնտեղ լրիվ ուրիշ դայակների, այո, եւ այդտեղ լրիվ ուրիշ արդեն բան լսի,
նույն հարցի վերաբերյալ եւ այս սահմանը ոնց անենք, որ ճիշտ երեխայի ճիշտ համար։ նկատառում եք անում, որովհետև երբեմն իսկապես երեխան շատ ավելի մեծ ժամանակ անցկացնում է օրինակ դայակի հետ կամ հատուկ մասնագետների հետ, դպրոցում ուսուցիչների հետ ու շատ դեպքերում ծնողները ինչ մոտեցում որ ցուցաբերում են երեխային, իսկ երեխան սոցիալական էակ է նաև ընտանիքը, հասկացանք, հոգեբանական, ֆիզիկական վիճակը, բայց նաև ապահով վիճակ պիտի լինի դպրոցում եւ մանկապարտեզում մնացած այլ վայրերում եւ իսկապես շատ մեծ դեր են ունենում ու ցավոք սրտի բախվում ենք այն իրականության հետ, որ սկսում են խախտել ու անցնել այն նույն սահմանը, որը երբեմն ծնողն էլ չէր գիտակցում, բայց ուսուցիչները առհասարակ երբեմն չեն գիտակցում։ Նախ ֆիզիկականը, որը որ երևի առաջինը պիտի դիտարկենք, ֆիզիկական սահմաններ անցնել, երեխաներին հարվածել, երեխաներին հրել, նույնիսկ մասնագետներ, նեղ մասնագետներ, որոնց մոտ ծնողները տանում են օրինակ պարապմունքների, տանում են լոգոպեդի մոտ կամ տանում են, չգիտեմ, հատուկ մանկավարժի մոտ, այսինքն նեղ մասնագետները երբեմն վարվելու մոտեցում հաճախ չեն ունենում, դա էլ իհարկե իրենց էգոյի որոշակի չլուծված խնդիրներն են, բայց հատում են երեխայի սահմանները, խփելով, հոգեբանական ճնշման ենթարկելով, իսկ դա ամենաառաջինը պիտակավորումն է։ Պիտակավորել երեխաներին բացասական բառերով, դմբոես, դեբիլես, չգիտեմ, շատ այլ նմանատիպ բառերով, որը թվում է թե բարկացանք անցավ, չի անցնում դա։ Երեխան նույնականանում է այդ խնդրի հետ եւ շատ դեպքերում երեխայի նույնիսկ բացասական արարքը լինում են իհարկե երեխաներն էլ են որոշակի վատ վարքագիծ ցուցաբերում թեկուզ դպրոցում կամ մանկապարտեզում ամենամեծ խնդիրը այն է որ երեխային ու վատ արարքը նույնացնում են իրար հետ ու երեխային ասում են դու վատն ես որովհետեւ այսպես ես արել կամ դու չար ես եւ նմանատիպ այլ պիտակներ ամենագլխավոր գործոնը կլինի այն դա եւ ծնողներին է վերաբերվում առհասարակ մեծահասակներից որ երեխայի արարքը ցանկացած չնույնացնենք իր անձի հետ դա վատ արարք է բայց դու չես այդ վատը ու սա եւս խոսելու տարբերակն է եթե երեխան էլ կարողանում է հասկանալ որ թե ուսուցչի թե ծնողի կողմից ինքը միևնույնն է սիրված է բայց այո ընդունում է որ ինքը վատ արարք է արել այդ սահմանները ավելի հեշտ ենք հասկանում իսկ մասնագետների մանկավարժների սահմանը երևի թե ավարտվում է այնտեղ որտեղ ավարտվում են մասնագիտական գործունեությունը մնացածը ձեր խնդիրը չի այ երբեմն ընտանեկան որոշակի հարցերի մեջ ներառվել երեխայի անձը պիտակավորել այստեղ է ավարտվում սահմանը որտեղ քո մասնագիտական գործունեությունն է ավարտվում եւ ամենակարևորը այդ պիտակները որը ցավոք սրտի տաննել ծնողները տատիկ պապիկները չգիտեմ ավտորիտար ցանկացած կերպար երեխայի արարքը նույնացնում են իր եսի հետ ու երեխան էլ ձուլվում է իր արած վատ արարքի հետ ու հասկանում է որ սերը պայմանական է այսինքն ինձ կսիրեն եթե ես այսպեսին չլինեմ բայց երևի ամենակարևոր գործոնը այն է որ մենք երեխաներին դա կլինի մեր սեփականը կլինի հարազատի թե առհասարակ շրջապատում ցույց տանք որ սերը դա պայմանական չէ ու մենք միևնույնն է սիրում ենք բայց դու վատ արարք ես արել դա դու չես վատ արարք ես արել այսա ամենաճիշտ սահմանը կլինի իրականում այդտեղ նախ հասկանալ երևի թե առաջնային թե այդ երեխան ինչի արեց այդ արարքը գուցե դրա համար պատճառ կար եւ վերացնել այդ պատճառը միանգամից կամ պատժում են կամ ամոթանք են տալիս համեմատում ենք այ հարևանի երեխան այսպես չի անում հլտես դու ոնց ես անում արդեն փակվեց ու երբ որ երեխան փակվեց հետո ծնողը բողոքում է որ հետս չի կիսվում ոչինչ չեմ հասկանում չգիտեմ իր կյանքում ինչ է կատարվում որովհետեւ դու ինքդ փակեցիր այդ տարբերակը որտեվ դու չլսեցիր երեխային չփորձեցիր իր խնդիրը լուծել եւ այլն նույնիսկ եթե ամենավատ արարքն է արել այստեղ մենք չենք արդարացնում հա երեխա երբեմն իսկապես շատ վատ արարք են գործում բայց երեխան եթե հասկանում է որ ծնողը իրեն դադարելու է սիրել իր արարքի պատճառով նախ նա չի խոսի դրա մասին եւ ծնողը լրիվ այլ տարբերակից կիմանա հետո կպատժվի մի հատ էլ ստելու համար եւ այդ սահմանը լրիվ կխախտվի երեխան կհասկանա որ առհասարակ կյանքում էլ ուրեմն միշտ ինչ որ բաներ պիտի անեն որ հետագայում կողակիցս երեխաներս առհասարակ մարդիկ ինձ ընդունեն եթե ես լինեմ այնպեսին ինչպեսին կամ ես արժանի չեմ սիրո որտեվ ես ինչ որ մի անգամ վատ արարք եմ արել նույնիսկ օտար մարդկանց նկատմամբ են կիրառում դա եթե պիտակավորում է դառնում հա այստեղ շատ կարևոր է որ յուրաքանչյուրը իր սահմանը պահի շատ հաճախ մենք շատ սիրելով էլ
ընտանիքի երեխաներին, չլինելով այդ երեխայի ծնողը, նույնիսկ կարող ենք վնասել դրանով։ Այստեղ գալիս է մի ցավոտ թեմա տատիկ-պապիկների, նորին այս պահին չանդրադառնանք տատիկ-պապիկներին ամեն դեպքում մեր դեմ չտրամադրենք։ Այսպես բայց երբեմն գերխնամքը իսկապես խանգարում է ու եթե ծնողները հստակ ստրատեգիա ունեն երեխաների հետ մոտեցման, երբեմն տատիկներ, պապիկները լավամարդ դուրս գալու համար, թե ծնող օրինակ արգելք է դրել, տատիկները կամ պապիկները կատարում են, այդ պահին իհարկե դա շատ հաճելի է եւ իրենց համար եւ երեխայի, բայց մենք ստրատեգիաները խառնում ենք ու միշտ երեխան գիտի, որ անպայման կա մեկը այս իրավիճակում, որտեղ կարողանա ինքը իր խնդիրը լուծել։ Բնականաբար իրենք մեր լույս, այսպես ասած, մասնիկներն են, տատիկները եւ պապիկները ջերմությունն են ընտանիքում, բայց երբեմն իրենք էլ են սեփականությունից ելնելով թորնիկներն իրենցով անում, դեմ դուրս գալու իրենց երեխաներին։ Այստեղ էլ իրենց երեխաների հետ պայքարն է։ Իրենց ներքին խնդիրներն է, այո։ Թորնիկների հաշվին իրենց խնդիրներն են լուծում։ Ես այս իրավիճակում որպես հորաքույր այս պահին կարող եմ ասել, լուծումը գտել եմ հետևյալ կերպ, որ իմ զարմուհիները շատ հաճախ ինձ ասում են, որ կարող է այս ինչ բանը անենք, ասում եմ, ես ուզում եմ անել իրենց հետ, չեմ ուզում մերժել այդ գերհոգատարությունից, գերսիրուց դրդված, բայց այսպես լուծումը գտել եմ հետևյալ կերպ. անելու ենք, բայց ձեր մաման իմանալու է։ Ու այդ հարցից միանգամից արդեն սկսում են, ասում եթե դուք համաձայն եք, խնդիր չկա, անում ենք, բայց ձեր մաման իմանում է։ Այստեղ փորձում եմ այդ սահմանը պահել, որպես հորաքույր, իհարկե։ Բոլորս եթե մենք մեր վրա այդ պատասխանատվությունը մենք ինքներս մեր վրա դնենք, ցանկացած երեխայի հետ շփման մեջ, ինձ թվում է մի քիչ ավելի առողջ հասարակություն կունենանք։ Փոքր կնպաստենք, հա։ Տաթև շատ շնորհակալ եմ հաճելի զրույցի համար։ Այսպես ընթացքում հարցեր առաջացան, իհարկե, այս թեման այնքան լայն է, կարելի է թեման շարունակել, բայց փորձենք ֆորմատի մեջ տեղավորվել կարճ ֆորմատի մեջ, եւ մենք հաղորդման մեջ ունենք նաեւ այսպիսի մի ֆորմատ, ասենց ասեմ, բլից հարցերի, եւ դրանց կխնդրեմ քեզ պատասխանել մաքսիմալ կարճ եւ անկեղծ, իհարկե։ Պատրաստ եք։ Այո։ Գնացինք։ Տաթև որն է ամենատարածված սխալը, որ հաճախ ծնողները անում են երեխայի լավագույն պաշտպանության տեսանկյունից։ Երևի թե իրենց շահը պաշտպանելն է ամենասխալը, որը դիտարկվում է ինչպես երեխայի շահը։ Կարող է ծնողի լռությունը վնասել երեխային։ Իհարկե։ Տաթե որն է ավելի ճիշտ, որ երեխայի հետ շփման մեջ ծնողը լինի որպես ընկեր, թե որպես մնա որպես ծնողի խիստ դերում։ Միանշանակ որպես ընկեր, անկախ տարիքային սահմանից։ Տաթե մի քանի նշաններ, այսպես ազդակներ կասես մեզ, թե ինչպես հասկանան ծնողները, երբ է երեխան իրեն անվտանգ զգում։ Երեխան անվտանգ է, երբ երեխան խոսում է, երբ երեխան բաց է։ Իսկ դրա հակառակ տարբերակը մենք կարող ենք հասկանալ, երբ երեխան փախուստ է, դիմում այսպես ասած ծնողներից կամ շատ փակվում է, երբեմն էլ միշտ համաձայնվում է։ Սա եւս երեխայի ոչ անվտանգ իրավիճակի մասին է, երբ միշտ երեխան ամեն ինչում հասկանում է, վախենում է էմոցիա արտահայտել, վախենում է ոչ ասել, սա եւս ազդակ է ծնողին, որ երեխան միգուցե անվտանգ վիճակում չի գտնվում։ Եվ վերջում տաթե մեկ նախադասությամբ ինչ խորհուրդ կտաս ծնողներին երեխաների հետ շփվելիս, ինչպես իրենց պահեն, այսպես մեկ ընդհանուր նախադասությամբ։ Երևի թե եթե որպես կարճ ուղղակի կարող եմ ասել սիրեք ձեր երեխաներին ու սիրեք ոչ թե պայմանական, սիրեք ոչ թե որովհետև պետք է, որովհետև այդպես է ձևը եւ տարբերակը եւ ընդունված է, իսկապես սիրեք։ Այն ամենավերջին բջիջով սիրեք, բայց մի տվեք գերխնամք։ Երբեմն մենք սիրելը հաճախ գերխնամքի տակ հետ ենք ասոցացնում, բայց իրենք ռադիկալ տարբեր բաներ են։ Ու երբ որ մենք լիարժեք զգում ենք մեր էմոցիոնալ բավարարվածությունը, լիարժեք հասկացված ենք զգում նաև մեզ որպես ծնող երեխայի մոտ ու հասկանում ենք, որ երեխան մեզ վստահում է, իսկ դա շփոթել չի լինում այլ էմոցիայի հետ։ Գիտակցում ենք, որ իսկապես սիրեցինք։ Իսկ սիրելը շատ լայն հասկացություն է, ամեն մեկը մի տարբերակով է մոտենում։ Ուղղակի ինքներդ ձեզ մի բան հարցրեք, սա ինքս ինձ համար եմ անում, թե իսկապես երեխայիս։ Շատ լավ, Տաթև, շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ հաճելի զրույցի համար։
Եվ այս թեմայից ուզում եմ առանձնացնել մեկ պարզ կարևոր մի այսպիսի միտք։ Երեխայի լավագույն շահը այնտեղ է, որտեղ երեխան իրեն անվտանգ է զգում։ Ես Անի Ավետիսյանն եմ, սա «Իրավունքը» բաց տեքստով փոդքասթն էր։ Բաժանորդագրվեք հաջորդ հաղորդումները բաց չթողնելու համար։ Կտեսնվենք հաջորդ թողարկմանը։